Երկուշաբթի Գորիսի կենտրոնում քաղաքապետարանին կից շենքում կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է, Կարմեն Ափունցը, նա Գորիսի ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Թե ինչու է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ։ Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն։ Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի եւ որպես կանոն քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի։ Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար մշակութային գործառույթներ ունի եւ կարող է որոշ դեպքում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ։ Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռևս 2023-ին հայտարարել էր այդ երկրի արտգործնախարարը։ Ֆիգարոն անդրադառնալով Փարիզի այս որոշմանն այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, եւ Բաքվին այդ քայլից ետ պահելու ու Երևանին իր աջակցությունը ցույց տալու համար է արտգործնախարար Կոլոնան հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։ À cette occasion, la France ouvrira à Goris une agence consulaire. Օրերս Երևան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի արդեն ներկայիս արտգործնախարար Ժան Նոել Բարոն խոսել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին։ Հյուպատոսական գործակալությունը դարձյալ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը։ Ամսի 2-ին բացումն է։ Իշխանական պատգամավոր խորհրդանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ հարցին, թե ինչու է որոշվել ի վերջո գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսի գրասենյակ, բայց վստահեցրեց այն կարևոր ազդեցություն կունենա Սյունիքի համար։ Իշխանական պատգամավորը նշեց, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա։ Եվ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է եւ դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա։ Սյունիքում, մասնարարպես Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին տարիներ շարունակ խոսում է Ռուսաստանը, սակայն Մոսկվայի այդ ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում։ В частности, открытие генерального консульства в Капане. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Мы подробно рассмотрели реализацию договоренностей, которые были достигнуты на высшем уровне. Մենք մանրամասն դիտարկել ենք բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են։ Работа подготовительная ведется. Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո այդ հարցը հորդորեց տալ հայկական կողմին։ Զախարովան ակնարկել էր, որ խնդրի լուծումը պետք է փնտրել Երևանում։ Эта тема подробно обсуждалась в ходе переговоров. Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում։ Մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտության մասին։ Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչու պետք է ճշտել հայկական կողմից։ Мне кажется, вам нужно уточнить этот вопрос у армянской стороны. Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի այս հայտարարությանը։ Ռուսական կողմի նախաձեռնությունը եւ Հայաստանի իշխանություններին այդ տեղեկատվության փոխանցումը իրենց մտադրության մասին հյուպատոսության բացման մասով նույնիսկ ես կարծում եմ շատ ավելի վաղ է եղել, քան եղել է ֆրանսիական առաջարկը։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ ակնհայտ է, որ Հայաստանը տարբերակված մոտեցում է ցուցաբերում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի առաջարկի վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները տարբեր իրավիճակներում կոնկրետորեն ունեն իրենց մոտեցումները ու վերաբերմունքը, ինչը արտահայտվում է եւ նաեւ արտահայտվում է ռուսական այդ հյուպատոսության աշխատանքների, այսպես ասեմ, անդադ ձգվելու առումով։ Հանրապետական պատգամավորի համոզմամբ ակնհայտ է, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների այսօրինակ հետաքրքրվածությունը Սյունիքով պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով եւ Իրանի հետ հարևանության հանգամանքով, եւ այդ երկրներից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Առաջին հերթին այս երկրների համար, ասում եմ, երկու կարևոր հանգամանք։ Առաջինը Իրանին սահմանակից լինելու հանգամանքը,
որովհետև Իրանի դեմ հնարավոր գործողությունների, այդ գործողությունները միայն ռազմական նկատի չունեմ, շատ կարևոր է թե սահմանակից երկրները ինչպեսի վերաբերմունք եւ դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ եւ բնականաբար յուրաքանչյուր իր շահերի շրջանակներում փորձում է Հայաստանի իշխանություններին տանել այդ դաշտ եւ երկրորդը հատկապես վերջին տարիներին Սյունիքը դիտվում է որպես կոմունիկացիոն ուղի, սկսած Չինաստանից Թուրքիայով դեպի Եվրոպա գնալու առանցքից, նաև այլ տեսանկյունից Ռուսաստան, Իրան եւ այլն առանցքի առումով, եւ այստեղ յուրաքանչյուրը ունի իր պլանները, յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ այս իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ որոշ դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է ոչ իրենց համար ցանկալի ուղղությամբ, միգուցե նաև փորձեն հրահրումներ կազմակերպել Սյունիքում։